Շատ կարևոր է, որ գոյություն ունենա բարոյական կողմնորոշիչ, երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը կամ նորագույն տեխնոլոգիաներին, քանի որ եթե բարոյական կողմնորոշիչ չկա, ապա ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք ղեկավարվում են մարդկանց կողմից, ովքեր բարոյական արժեքներ չունեն, իսկ դա կարող է հանգեցնել կոռուպցիայի կամ անհավասարության, որտեղ աղքատներն աշխատում են, իսկ միայն մի քանի հարուստներ ստանում են պարգևները, բայց երբ կա բարոյական կողմնորոշիչ եւ հավատքով մարդիկ ներգրավված են արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների զարգացման մեջ, այդ նույն տեխնոլոգիաները կարող են ծառայել բարի գործերին, ինչպիսիք են տներ կառուցելը, ֆերմաներ ստեղծելը, մարդկանց կերակրելը եւ խնամելը աշխարհով մեկ նվազագույն ծախսերով։ Երբ մարդիկ ունեն բարոյական ուղենիշ, ինչպես պրոֆեսոր Անդրեոլին եւ մյուսները, ովքեր համադրում են արհեստական բանականությունը բարոյական մտածողության հետ, մենք պետք է ներգրավված լինենք այս գործընթացում։ Եթե չլինենք, ապա մի քանի հարուստ, կոռումպացված մարդիկ կօգտագործեն այդ տեխնոլոգիան ի օգուտ իրենց շահի, այլ ոչ թե ի շահ աշխարհի մնացած մասի։